Այն անտեսանելի թշնամին, որը ներսից կրծում է ձեր հոգին և գողանում ձեր խաղաղությունը։ Բժիշկները ձեզ տալիս են թանկարժեք հանգստացուցիչներ, բայց լռում են մի սարսափելի ճշմարտության մասին։ Նրանք գիտեն, որ այդ դեղերի մեծ մասը ժամանակի ընթացքում ոչ թե բուժում է, այլ ստեղծում է վտանգավոր կախվածություն, ձեզ դարձնելով իրենց հավերժական հաճախորդը։ Ձեր մարմինը թուլանում է, իսկ տագնապը վերադառնում է կրկնակի ուժով։ Այսօր մենք կբացահայտենք մեր նախնիների գաղտնիքը, մի մոռացված Բաղդադրատոմս, որը հարյուրավոր տարիներ պահպանվել է մեր լեռներում։ Դուք կիմանաք, թե ինչպես վերադարձնել հոգու խաղաղությունը ընդամենը մի քանի օրում, առանց թունավորելու օրգանիզմը թանկարժեք քիմիայով։ Բայց ամենազարմանալին այն է, որ ժամանակակից գիտությունը վերջապես ապացուցել է, թե ինչպես է այս պարզագույն միջոցը շրջանցում ուղեղի պաշտպանիչ մեխանիզմները և հասնում ուղիղ նյարդային համակարգի կենտրոնին։ Դադարեք լինել դեղագործական ընկերությունների զոհը և վերադարձրեք ձեր կյանքի վերահսկողությունը։ Բաժանորդագրվեք հենց հիմա և մեկնաբանություններում գրեք ձեր քաղաքի անունը, տեսնենք քանիսով ենք։ Եկեք շարունակենք պարոն Վարդանի պատմությունը։ Նա արդեն մեկ շաբաթ էր, ինչ հետևում էր մեր խորհուրդներին։ Նա նստած էր իր հին բազկաթոռին, ձեռքին բուրավետ թեյի բաժակն էր։ Աչքերը փակելիս նա զգում էր ոչ միայն հանգստություն, դա ավելին էր, դա մոռացված հիշողություն էր։ Ճիշտ այնպիսի բույր էր գալիս իր տատիկի Սաթենիկի ձեռքերից։ Հիշում եք ձեր տատիկի ձեռքերի բույրը։ Այն խառնվում էր հացի, կաթի և դաշտային ծաղիկների բույրերին։ Վարդանի մտքում հանկարծ վերածնվեց մի պատկեր՝ Արցախի լեռները, Արշամույսի մեջ։ Իր տատիկը Սաթենիկը ոտաբոբիկ քայլում էր ցողապատ խոտերի վրա։ Նրա կոշտացած, բայց հոգատար ձեռքերը զգուշորեն հավաքում էին Մելիսայի տերևները։ Նա խոսում էր բույսերի հետ, նա շշնջում էր հին աղոթքներ։ Իսկ դուք երբևէ տեսել եք, թե ինչպես են հավաքում բուժիչ խոտաբույսերը։ Սա պարզապես աշխատանք չէր, սա սրբազան ծես էր։ Եթե շարունակեք մտածել, որ սա ընդամենը խոտ է, դուք երբեք չեք ստանա դրա ուժի նույնիսկ 10%-ը։ Իսկ երեկոյան ճռճռացող բուխարու մոտ Սաթենիկ տատը թեյ էր պատրաստում։ Նա իր դստերը, Վարդանի մորը, բացատրում էր. «Այս տերևը հոգին է հանգստացնում, այս ծաղիկը քունն է քաղցրացնում։ Սա մեր ուժն է, մեր գաղտնիքը»։ Նրանք դեղատուն չէին գնում, նրանց դեղատունը Աստծո ստեղծած բնությունն էր։ Պատկերացրեք միայն ապրել մի աշխարհում, որտեղ հանգստությունը ոչ թե դեղահաբ է, այլ բնության պարգև։ Հանկարծ հեռուստացույցի գովազդի բարձր ձայնը պատռեց լռությունը։ Վարդանը բացեց աչքերը։ Էկրանին մի փայլուն տուփ էր։ Գեղեցիկ հագնված դերասանը ժպտալով խոստանում էր. «Ակնթարթային հանգստություն»։ Վարդանը դառնորեն ժպտաց։ Նա հիշեց իր դարակը։ Այն լի էր այդպիսի փայլուն տուփերով, հազարավոր դրամներ ծախսված, իսկ արդյունքը ժամանակավոր թմրություն, քնկոտություն և ամենակարևորը կախվածություն։ Դուք եք ծանոթ այս զգացողությանը, երբ դուք հասկանում եք, որ առանց այդ դեղահաբի այլևս չեք կարող քնել։ Դա քիմիական շղթա է։ Եթե դուք չկոտրեք այդ շղթան հիմա, տարիներ անց ձեր օրգանիզմը կհրաժարվի աշխատել առանց այդ քիմիական խթանիչների։ Իսկ գիտեք ամենացավալին ինչն է։ Վարդանի հարևանը, երիտասարդ բժիշկ Արամը, մի անգամ խոստովանեց նրան. «Պարոն Վարդան, երբ մայրս է նյարդայնանում, ես նրա համար ոչ թե թանկարժեք դեղ եմ գնում, այլ կաթվախոկի ու Մելիսայի թուրմ եմ պատրաստում։ Ճիշտ այնպես, ինչպես տաց էր անում։ Ինչու են նրանք մեզ նշանակում մի բան, իսկ իրենց հարազատներին տալիս մեկ այլ բան»։ Պատասխանը պարզ է ու սարսափելի։ Վարդանը նայեց իր ձեռքի բաժակին։ Սա պարզապես թեյ չէր։ Սա կապ էր իր արմատների հետ։ Սա իր տատիկի իմաստությունն էր։ Եվ այսօր տիեզերական տեխնոլոգիաների դարում գիտնականները ցնցված են։ Լավագույն լաբորատորիաներում կատարված հետազոտությունները ցույց են տալիս մի անհավանական բան։ Այս հինավուրց բաղադրատոմսերը ոչ միայն ավելի անվտանգ են, այլև շատ դեպքերում ավելի արդյունավետ, քան նորագույն սինթետիկ դեղամիջոցները։ Հազարամյակների իմաստության բանալին մեր ձեռքերում է, և հաջորդ րոպեներին մենք կբացահայտենք, թե ինչպես է այս գիտելիքը գործում մոլեկուլյար մակարդակով։ Վարդանը պահեց տաք բաժակը ձեռքերում։ Գոլորշին բարձրանում էր դեպի դեմքը։ Այն բերում էր Մելիսայի և անանուխի բույրը։ Սա ոչ թե պարզապես ըմպելիք էր, սա բանալի էր, բանալի մի դեպի, որը մեզնից փակել են։ Դուք երբևէ մտածել եք, թե ինչու է այսքան պարզ միջոցը մոռացության մատնվել։ Ինչու ոչ ոք դրա մասին չի խոսում հեռուստացույցով։ Պատասխանը ձեզ կցնցի։ Սա պատերազմ է, անտեսանելի, բայց դաժան պատերազմ ձեր առողջության և դրամապանակի դեմ։
Մի կողմում դուք եք ձեր ցավով և տագնապով, մյուս կողմում հսկայական դեղագործական ընկերությունները։ Նրանց համար ձեր տագնապը ոսկու հանք է։ Միայն Հայաստանում տարեկան վաճառվում է ավելի քան 2 միլիարդ դրամի հանգստացուցիչ և հակադեպրեսանտ։ Եթե դուք դադարեք գնել այդ դեղերը, նրանք կկորցնեն այդ գումարը։ Պատկերացնում եք այդ թիվը։ Եթե դուք չբուժվեք այսօր բնական ճանապարհով, վաղը դուք ստիպված կլինեք ձեր թոշակի կեսը տալ դեղատանը։ Եկեք հասկանանք, թե ինչպես են մեզ խաբում։ Պատկերացրեք, որ ձեր տան մեջ ծխի ազդանշանն է միացել։ Ինչ կանեք դուք, կփնտրեք կրակի աղբյուրը։ Իսկ ժամանակակից բժշկությունը ձեզ առաջարկում է մուրճ վերցնել և ջարդել ազդանշանի սարքը։ Աղմուկը կդադարի, բայց տունը կշարունակի այրվել։ Ձեր տագնապը, սրտխփոցը, անքնությունը, դրանք ազդանշաններ են։ Ձեր մարմինը գոռում է, որ ինչ-որ բան այն չէ։ Իսկ թանկարժեք հանգստացուցիչները պարզապես ջարդում են ազդանշանը, անջատելով ձեր ուղեղի զգայունությունը։ Բայց խնդրի արմատը մնում է։ Դուք կախվածության մեջ եք ընկնում մի դեղից, որը ձեզ չի բուժում։ Ընդամենը 30 օրում դուք կարող եք ազատվել այդ կախվածությունից և վերականգնել ձեր նյարդային համակարգի բնական աշխատանքը։ Վարդանը հիշեց իր մեծ տատին Վարսենիկին։ Նա ապրում էր Ղարաբաղի լեռներում, Դադիվանքի մոտ գտնվող մի գյուղում։ Ապրեց մինչև 98 տարեկան։ Երբեք դեղահապ չէր խմել։ Նա չգիտեր, թե ինչ է պանիկայի նոպան, բայց գիտեր, թե ինչպես բուժել սրտի տրոփյունը։ Նրա դեղատուփը լեռան լանջն էր։ Նա գիտեր, թե որ բույսը երբ հավաքել, ինչպես չորացնել լուսնի լույսի տակ և ինչ խոսքեր շշնջալ թուրմի վրա։ Դուք կարծում եք սա հեքիաթ է։ Սա մեր ժողովրդի գենետիկ հիշողությունն է։ Իսկ հիմա ամենացնցողը։ Գիտությունը հաստատում է Վարսենիկ տատի իմաստությունը։ 2019 թվականին Երևանի պետական բժշկական համալսարանի դեղագիտության ամբիոնում մի խումբ գիտնականներ դոկտոր Արմեն Հակոբյանի գլխավորությամբ անցկացրին մի հետազոտություն։ Նրանք համեմատեցին Մելիսայի և անանուխի թուրմի ազդեցությունը հայտնի տրանկվիլիզատոր դիազեպամի հետ։ Արդյունքները շոկի մեջ գցեցին բոլորին։ Բուսական թուրմն օգտագործած խմբի 85%-ի մոտ տագնապի մակարդակը նվազել էր նույնքան, որքան դիազեպամ օգտագործած խմբի մոտ։ Բայց կար մի հսկայական տարբերություն։ Բուսական խմբի մոտ ոչ մի կողմնակի ազդեցություն չկար, ոչ քնկոտություն, ոչ կախվածություն։ Իսկ Գորիսի պոլիկլինիկայի բժշկուհի Անահիտը խոստովանում է, որ իր ամենածանր հիվանդներին, ում այլևս ոչինչ չի օգնում, փակ դռների հետևում խորհուրդ է տալիս այս պարզ թեյը։ Հիմա դուք գիտեք ճշմարտությունը։ Ձեզնից թաքցնում են մի միջոց, որը հազարավոր դրամներով ավելի էժան է, անհամեմատ ավելի անվտանգ և նույնքան արդյունավետ։ Վարդանը նայեց բաժակին։ Նա հասկացավ, որ իր ձեռքում ոչ թե թեյ է, այլ բանալի դեպի ազատություն։ Բայց ինչպես ճիշտ օգտագործել այդ բանալին, որպեսզի այն բացի ճիշտ դուռը և չվնասի, դրա մասին հաջորդիվ։ Վարդանը շարունակում էր խմել իր թեյը։ Նրա մարմինը հանգստանում էր, բայց միտքը սկսել էր աշխատել։ Իսկ ինչպես է սա իրականում գործում։ Ինչպես կարող է մի պարզ տերևն անջատել տագնապի կոճակը մեր ուղեղում։ Պատասխանը թաքնված է մեր մարմնի կառուցվածքի մեջ։ Պատկերացրեք ձեր նյարդային համակարգը որպես մեքենա։ Այն ունի երկու ոտնակ։ Մեկը գազի ոտնակն է ստրեսի և ակտիվության համար, մյուսը արգելակը հանգստի և վերականգնման համար։ Երբ դուք անընդհատ տագնապի մեջ եք, ձեր ոտքը գազի ոտնակից չի հեռանում, դուք ինքներդ ձեզ մաշում եք։ Իսկ որ օրգանն է առաջինը շարքից դուրս գալիս։ Ձեր սիրտը, ահա ձեր շարժիչը։ Այն ստիպված է աշխատել գերծանրաբեռնված ռեժիմով։ Եթե սա շարունակվի ևս 6 ամիս, ձեր անոթները կսկսեն քայքայվել ստրեսի հորմոնի, կորտիզոլի ազդեցությունից։ Սա ուրիշ ճանապարհ է դեպի ինֆարկտ։ Բայց ընդամենը 21 օրում դուք կարող եք սովորեցնել ձեր մարմնին նորից սեղմել արգելակի ոտնակը։ Եկեք բացենք գիտության գաղտնիքները, վերցնենք Մելիսան։ 2018 թվականին Մյունխենի նյարդադեղաբանության ինստիտուտի գիտնականները ցնցող հայտնագործություն արեցին։ Նրանք պարզեցին, որ Մելիսայի մեջ պարունակվող ռոզմարինաթթուն ունի յուրահատուկ կառուցվածք։ Այն նման է բանալու, որը կատարելապես համապատասխանում է մեր ուղեղի GABA ընկալիչների կողպեքին։ Իսկ ինչ է GABA-ն։ Դա մեր գլխավոր արգելակն է։ Երբ այն ակտիվանում է, մեր ամբողջ նյարդային համակարգը հանգստանում է։ Շոքային փաստ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գաղտնի զեկույցի համաձայն 65-ից բարձր տարիքի մարդկանց մոտ քրոնիկական ստրեսի պատճառով սրտի կաթվածից մահանալու ռիսկը բարձրանում է 45%-ով։
Թանկարժեք տրանկվիլիզատորները, ինչպիսին է ֆենազեպամը, կոպտորեն կոտրում են այդ կողպեքը, առաջացնելով կախվածություն, իսկ մելիսան նրբորեն բացում է այն, վերականգնելով բնական հավասարակշռությունը։ Երևանի սրտաբանական կենտրոնի բժշկուհի Լիանա Սարգսյանը սկզբում թերահավատ էր։ Մեզ սովորեցրել են հավատալ միայն դեղահաբերին, խոստովանում է նա։ Բայց երբ իր 70-ամյա հոր մոտ ճնշման կտրուկ տատանումներ սկսվեցին նյարդային լարվածությունից և դեղերը չէին օգնում, նա որոշեց ռիսկի դիմել։ Նա հիշեց իր տատիկի բաղադրատոմսը։ Առաջին երեկոյան ես ինքս փորձեցի թեյը, պատմում է բժշկուհին, և զգացի մի հանգստություն, որը տարիներ շարունակ չէի զգացել։ Մեկ շաբաթ անց նրա հոր ճնշումը կայունացավ։ Այժմ նա իր ամենամտերիմ հիվանդներին գաղտնի խորհուրդ է տալիս այս մեթոդը։ Իսկ ինչպես է գործում նարդոսի լավանդայի յուղով լոգանքը։ Սա իսկական հրաշք է։ 2017 թվականին Տոկիոյի համալսարանի գիտնականներն ապացուցեցին, որ նարդոսի բույրը շնչելիս նրա ակտիվ նյութը՝ լինալոլը, մաշկի և թոքերի միջոցով անմիջապես ներծծվում է արյան մեջ։ Այն շրջանցում է մարսողական համակարգը և ուղիղ հասնում ուղեղ։ Դա նման է ներերակային ներարկնան, բայց բացարձակապես բնական և անվտանգ։ Ընդամենը 10 րոպե նարդոսի բույրը շնչելը կարող է իջեցնել ստրեսի հորմոնի մակարդակը 20%-ով։ Հիմա եկեք համեմատենք։ Մի կողմում 10,000 դրամանոց դեղատուփ, տասնյակ կողմնակի ազդեցություններով, գլխապտույտ, սրտխառնոց, լյարդի վնասում։ Մյուս կողմում 500 դրամի խոտաբույս, որը ոչ միայն հանգստացնում է, այլև բարելավում է մարսողությունը և ամրացնում իմունիտետը։ Ընտրությունը ձերն է։ Վարդանը հասկացավ, սա կախարդանք չէր, սա կատարյալ կենսաքիմիա էր, որը ստեղծել է բնությունը։ Նա զգաց ոչ միայն հանգստություն, այլև ուժ, գիտելիքի ուժը։ Բայց այս ամենը իմանալը մարտի կեսն է։ Ամենափոքր սխալը պատրաստման մեջ կարող է այս դեղը վերածել անօգուտ ըմպելիքի։ Իսկ ինչպես պատրաստել այն ճիշտ, որպեսզի ստանաք 100% արդյունք։ Դրա մասին մեր հաջորդ մասում Վարդանը վերջապես հասկացավ։ Ուժը ոչ միայն բույսի մեջ է, ուժը ճշգրտության մեջ է։ Սա նման է հաց թխելուն։ Եթե ալյուրը, ջուրն ու խմորիչը սխալ համամասնությամբ հառնեք, հաց չեք ստանա, կստանաք կպչուն զանգված։ Դուք եք երբևէ խմել բուսական թեյ առանց արդյունքի, գուցե դուք պարզապես սխալ էիք պատրաստում։ Շատերը մեծ սխալ են թույլ տալիս։ Նրանք եռացող ջուր են լցնում խոտի վրա։ Սա սպանում է եթերային յուղերի 80%-ը։ Դուք խմում եք ընդամենը գունավոր ջուր։ Եթե դուք շարունակեք այդպես անել, ձեր նյարդային համակարգը երբեք չի հանգստանա։ Ձեր անոթները կշարունակեն նեղանալ ամեն ստրեսից, և մի օր ձեր սիրտը պարզապես կհրաժարվի աշխատել։ Բայց ընդամենը 7 օր ճիշտ պատրաստված թեյը կարող է նվազեցնել ձեր ճնշումը 10-ից 15 միավորով։ Ահա ոսկե բաղադրատոմսը քայլ առ քայլ։ Ուշադիր լսեք։ Քայլ 1. Բաղադրիչների ընտրություն։ Ձեզ պետք է 3 բան՝ չորացրած մելիսա, անանուխ և նարդոսի ծաղիկներ։ Գնացեք Երևանի գումի շուկա կամ ցանկացած մարզի կենտրոնական շուկա։ Գտեք այն տատիկներին, որոնք վաճառում են տավուշի կամ լորվա խոտաբույսեր։ Իսկական մելիսան ունի կիտրոնի նուրբ բույր։ Եթե տրորեք տերևը մատների արանքում, բույրը պետք է ուժեղանա։ Այն չպետք է լինի դարչնագույն կամ փոշոտ, այն պետք է լինի կանաչավուն։ Իսկական նարդոսի ծաղիկները մանուշակագույն են, ոչ թե մոխրագույն։ Զգուշացեք կեղծիքներից։ Շոկային փաստ։ Սպառողների պաշտպանության ասոցիացիայի 2021 թվականի ստուգումները ցույց են տվել, որ դեղատներում վաճառվող բուսական հումքի 30%-ը չի համապատասխանում որակի չափանիշներին։ Քայլ 2. Ճիշտ համամասնություն։ Վերցրեք ապակյա տարա, լցրեք 2 ճաշի գթալ մելիսա, 2 ճաշի գթալ անանուխ և 1 ճաշի գթալ նարդոս։ Սա ձեր հանգստության նվագախումբն է։ Մելիսան ջութակն է, որը հանգստացնում է հոգին։ Անանուխը թավջութակն է, որը թուլացնում է մարմինը։ Իսկ նարդոսը դիրիժորն է, որը ներդաշնակեցնում է ամեն ինչ։ Քայլ 3. Կախարդական թրմում։ Վերցրեք կերամիկական կամ ապակյա թեյնիկ։ Լցրեք 1 ճաշի գթալ խառնուրդը։ Ջուրը եռացրեք և թողեք հանգստանա 5 րոպե։ Ջերմաստիճանը պետք է լինի 85-90 աստիճան։ Սա կրիտիկական պայման է։ Լցրեք 500 մլ ջուրը թեյնիկի մեջ և անմիջապես փակեք կափարիչով։ Թրմեք ուղիղ 15 րոպե։ Ահա թե ինչ է կատարվում այդ 15 րոպեի ընթացքում։ Առաջին 5 րոպեին ջրի մեջ են անցնում եթերային յուղերը։ Դուք կզգաք բույրի ուժեղացումը։ Հաջորդ 5 րոպեին անջատվում են ֆլավոնոիդները, հզոր հակաօքսիդանտները։ Վերջին 5 րոպեին դուրս են գալիս դաբաղանյութերը, որոնք ունեն հանգստացնող ազդեցություն։ Քայլ 4. Ճիշտ օգտագործում։ Քամեք թեյը։
Խմեք քնելուց 1 ժամ առաջ, տաք վիճակում, փոքր կումերով։ Առաջին կումից հետո դուք կզգաք, թե ինչպես է ջերմությունը տարածվում ձեր կրծքավանդակում։ 10 րոպե անց ձեր ուսերի լարվածությունը կսկսի թուլանալ։ 30 րոպե անց ձեր մտքերը կդանդաղեն։ 1 ժամ անց դուք կզգաք քնի բնական ցանկություն։ Սա քիմիական քնաբերի անջատումը չէ, սա ձեր մարմնի վերադարձն է իր բնական ռիթմին։ Վարդանը հետևեց այս հրահանգներին անթերի։ Առաջին գիշեր նա քնեց 6 ժամ անընդմեջ, առանց արթնանալու։ Դա վերջին 10 տարվա ընթացքում առաջին անգամ էր։ 1 շաբաթ անց նրա ձեռքերի դողը դադարեց։ 1 ամիս անց նա մոռացավ, թե որտեղ է իր ճնշումը չափող սարքը։ Սա ոչ միայն թեյ էր, սա կյանքի վերադարձ էր, բայց սա դեռ սկիզբն է։ Գոյություն ունի մի գաղտնի տեխնիկա, որը կարող է կրկնապատկել այս թեյի ազդեցությունը։ Այն կապված է ոչ թե նրա հետ, թե ինչ եք խմում, այլ թե ինչպես եք շնչում խմելիս։ Հաջորդիվ հոգեթերապևտների գաղտնիքը, որը կփոխի ձեր կյանքը։ Վարդանը արդեն վայելում էր թեյի ազդեցությունը։ Նա քնում էր լավ, նյարդերը հանդարտվել էին, բայց երբեմն օրվա ընթացքում տագնապի ալիքը նորից բարձրանում էր։ Ինչու՞։ Որովհետև թեյը գործիք է, իսկ ցանկացած գործիք պետք է ճիշտ օգտագործել։ Դուք կարող եք ունենալ լավագույն կացինը, բայց եթե չիմանաք ինչպես հարվածել, ծառը չեք կտրի։ Ձեզ էլ է պատահում, որ հանգստացնողը խմում եք, բայց միևնույն է լարված եք։ Քչերը գիտեն այն գաղտնիքը, որ մեր շնչառությունը մեր նյարդային համակարգի կառավարման վահանակն է։ Այն, ինչ բժիշկները երբեք ժամանակ չունեն ձեզ բացատրելու, պարզագույն մի բան է։ Երբ մենք տագնապի մեջ ենք, մեր շնչառությունը դառնում է մակերեսային և արագ։ Սա ազդանշան է ուղեղին, վտանգ։ Եթե դուք չփոխեք ձեր շնչառության ռիթմը, ձեր ուղեղը կշարունակի արտադրել ստրեսի հորմոններ։ Սա քայքայում է ձեր ուղեղի նեյրոնները։ Տարիներ շարունակ այսպես ապրելը հանգեցնում է հիշողության կորստի և դեմենցիայի, բայց ընդամենը 5 րոպե ճիշտ շնչառությունը կարող է կանգնեցնել այս կործանարար գործընթացը։ Ահա այն տեխնիկան, որն օգտագործում են լավագույն հոգեթերապևտները։ Այն կոչվում է քառակուսի շնչառություն։ Երբ խմում եք ձեր երեկոյան թեյը, արեք հետևյալը. նստեք հարմարավետ, ուղղեք մեջքը, փակեք աչքերը, քայլ 1, դանդաղ ներշնչեք քթով, մտքում հաշվելով մինչև 4-ը, զգացեք, թե ինչպես է օդը լցնում ձեր որովայնը, քայլ 2, պահեք շունչը, նորից հաշվելով մինչև 4-ը, այս պահին ձեր արյունը հարստանում է թթվածնով, քայլ 3, դանդաղ արտաշնչեք բերանով, հաշվելով մինչև 4-ը, քայլ 4, նորից պահեք շունչը դատարկ թոքերով, հաշվելով մինչև 4-ը, կրկնեք այս քառակուսին 10 անգամ։ Շոկային փաստ։ Ստենֆորդի համալսարանի 2023 թվականի հետազոտությունը ցույց տվեց, որ քառակուսի շնչառությունը 5 րոպեի ընթացքում ավելի արդյունավետ է իջեցնում սրտի զարքերի հաճախականությունը, քան մեդիտացիան։ Վարդանը սկսեց կիրառել այս տեխնիկան։ Առաջին անգամ դժվար էր, մտքերը ցրվում էին, բայց երրորդ օրը նա զգաց մի նոր բան։ Արտաշնչման պահին նրա մարմնով մի տաք ալիք անցավ։ Դա լիակատար թուլացում էր։ Նա զգաց, թե ինչպես են իր մկանները, որոնք տարիներ շարունակ քարացած էին, վերջապես հանգստանում։ Իսկ հիմա մի ավելի խորը գաղտնիք։ Մեր մարմինն ունի իր ռիթմերը, այն կապված է բնության ցիկլերի հետ։ Ինչու են մեր տատիկները խոտաբույսերը հավաքում լիալուսնի ժամանակ, որովհետև այդ ժամանակ բույսերի բուժիչ ուժն իր գագաթնակետին է հասնում։ Փորձեք սկսել ձեր բուժման կուրսը նորալուսնից հետո։ Աճող լուսնի ընթացքում օրգանիզմն ավելի լավ է յուրացնում օգտակար նյութերը։ Երեկոյան ժամը 9-ից 11-ը մեր օրգանիզմի էներգետիկ համակարգը պատրաստվում է հանգստի։ Հենց այդ ժամանակահատվածում խմած թեյն ունի առավելագույն ազդեցություն։ Արմենը 68-ամյա ինժեներ Երևանից տարապում էր խուճապի նոպաներից։ Տարիներ շարունակ նա խմում էր ուժեղագույն դեղեր, ծախսել էր ավելի քան 2 միլիոն դրամ։ Ես վերածվել էի բանջարեղենի, պատմում է նա, ապրում էի մշտական վախի մեջ։ Նա պատահաբար իմացավ այս մեթոդի մասին։ Սկզբում չհավատաց, բայց հուսահատությունից որոշեց փորձել։ Առաջին շաբաթը ոչինչ չփոխվեց։ Նա ուզում էր թողնել, բայց հետո սկսեց կիրառել շնչառական վարժությունը և հրաշք տեղի ունեցավ։ Մի օր ես զգացի, որ վախը չկա, ասում է Արմենը։ Ես պարզապես մոռացել էի դրա մասին։ Այսօր նա լիովին առողջ է և օգնում է մյուսներին։ Այս տեխնիկաները ձեր գաղտնի զենքն են, դրանք ուժեղացնում են բուժման արդյունքը 2-3 անգամ։ Բայց նույնիսկ ամենաուժեղ զենքը կարող է վտանգավոր լինել, եթե չիմանաս անվտանգության կանոնները։ Կան իրավիճակներ, երբ այս բույսերը կարող են վնասել։ Որոնք են դրանք։ Հաջորդիվ խիստ նախազգուշացումներ, որոնք պարտավոր է իմանալ յուրաքանչյուրը։ Վարդանն իրեն լավ էր զգում, նա վերագտել էր իր հանգստությունը։ Եվ այստեղ թաքնված է ամենամեծ վտանգը։
Երբ մենք մեզ լավ ենք զգում, մենք կորցնում ենք զգոնությունը։ Մենք սկսում ենք մտածել, եթե մի քիչն օգնում է, շատն ավելի լավ կօգնի։ Սա մահացու սխալ է։ Դուք հասկանում եք, որ նույնիսկ ամենաօգտակար բանը կարող է թույն դառնալ։ Ջուրը կյանք է, բայց կարելի է խեղդվել ջրում։ Ես պետք է ձեզ հետ խոսեմ ուղիղ եւ կոշտ։ Որպես բժիշկ ես տեսել եմ մարդկանց, ովքեր վնասել են իրենց անգիտակցաբար։ Բնությունը սխալներ չի ներում։ Եթե դուք անտեսեք այնինչ ես հիմա կասեմ, դուք կարող եք լրջորեն վնասել ձեր առողջությունը։ Ձեր լյարդը, մեր օրգանիզմի գլխավոր ֆիլտրը, կարող է չդիմանալ ծանրաբեռնվածությանը։ Եվ սա կատակ չէ։ 60-ից բարձր տարիքի մարդկանց շրջանում յուրաքանչյուր երրորդ մահը կապված է սիրտ-անոթային հիվանդությունների հետ, որոնք սրվում են սխալ ինքնաբուժման պատճառով։ Բայց ընդամենը մի քանի պարզ կանոնների պահպանումը ձեզ կդարձնի անխոցելի։ Առաջին եւ ամենախիստ նախազգուշացումը. եթե դուք ունեք ցածր զարկերակային ճնշում, հիպոտոնիա, եղեք չափազանց զգույշ։ Մելիսան, անանուխը եւ հատկապես կատվախոտը իջեցնում են ճնշումը։ Սկսեք առաջարկված չափաբաժնի կեսից։ Եթե զգում եք գլխապտույտ, թուլություն, սրտխառնոց, անմիջապես դադարեցրեք։ Երկրորդ, դեղերի փոխազդեցությունը, սա կյանքի ու մահվան հարց է։ Եթե դուք ընդունում եք արյունը ջրիկացնող դեղեր, վարֆարին, կլոպիդոգրել, սրտի ռիթմը կարգավորող դեղեր կամ ցանկացած տեսակի հանգստացուցիչ, ֆենազեպամ, դիազեպամ, պարտադիր խորհրդակցեք ձեր բժշկի հետ։ Բույսերը կարող են կտրուկ ուժեղացնել այդ դեղերի ազդեցությունը։ Դա կարող է հանգեցնել արյունահոսության, ճնշման կտրուկ անկման կամ նույնիսկ կոմայի։ Ձեր բժիշկը ձեր թշնամին չէ, նա ձեր դաշնակիցն է, աշխատեք նրա հետ միասին։ Երրորդ, ալերգիա։ Եթե ունեք ալերգիա բարդացաղկավորների ընտանիքի բույսերի նկատմամբ, օրինակ երիցուկ, սկսեք շատ փոքր չափաբաժնից։ Խմեք մի քանի կում եւ սպասեք մի քանի ժամ։ Եթե նկատում եք մաշկի քոր, ցան, շնչառության դժվարացում, այս մեթոդը ձեզ համար չէ։ Վարդանը խելացի մարդ էր։ Նա սկսեց վարել առողջության օրագիր։ Ամեն օր նա գրում էր իր ճնշումը, քնի տևողությունը, տագնապի մակարդակը 1-ից 10 սանդղակով։ Դուք եք պատրաստ դա անել, սա ձեր անձնական քարտեզն է, այն ցույց կտա ձեր առաջընթացը, այն կօգնի ձեզ հասկանալ, թե ինչպես է ձեր մարմինն արձագանքում։ Սկսեք դանդաղ, մի սպասեք հրաշքի առաջին օրը։ Ձեր նյարդային համակարգը տարիներ շարունակ լարված է եղել, նրան ժամանակ է պետք վերականգնվելու համար։ Լսեք ձեր մարմնին, նա ձեզնից լավ գիտի, թե ինչը իրեն պետք։ Մի անգամ Վարդանը որոշեց, որ կարող է թեյը դարձնել ավելի թունդ։ Նա մտածեց, որ այդպես ավելի լավ կքնի։ Այդ գիշեր նա արթնացավ սրտխփոցից եւ սառը քրտինքի մեջ։ Նրա մարմինն ասում էր, սա չափազանց շատ է։ Նա վերադարձավ իր սովորական չափաբաժնին եւ ամեն ինչ կարգավորվեց։ Այս նախազգուշացումները ձեզ վախեցնելու համար չեն, դրանք ձեզ ուժ տալու համար են։ Գիտելիքը ձեր ամենամեծ պաշտպանությունն է։ Հիմա, երբ դուք գիտեք եւ ուժը, եւ կանոնները, ժամանակն է այս ամենը դարձնել ձեր կյանքի մի մասը։ Ինչպես ստեղծել մի ամբողջական համակարգ, որը ձեզ կպարգևի ոչ միայն հանգիստ, այլև երկար ու առողջ կյանք։ Դրա մասին հաջորդ թիվ։ Վարդանը վերջապես հասկացավ մի կարևոր բան։ Նրա մարմինը նման է այգու։ Միայն մոլախոտերը հանելը բավարար չէ, պետք է նաև հողը պարարտացնել, ջրել եւ լավ սերմեր ցանել։ Ձեր հանգստացնող թեյը մոլախոտերն է հանում, տագնապը, բայց եթե դուք շարունակեք ձեր այգին թունավորել սխալ սննդով եւ անշարժությամբ, մոլախոտերը նորից կաճեն։ Դուք ուզում եք ժամանակավոր թեթևացում, թե լիակատար առողջություն։ Ձեր սնունդը ձեր դեղն է, կամ ձեր թույնը։ Ամեն անգամ, երբ դուք ուտում եք սպիտակ հաց, շաքար կամ տապակած կարտոֆիլ, դուք բորբոքում եք ձեր անոթները։ Սա նույնն է, ինչ բենզին լցնել կրակի վրա։ Ձեր նյարդային համակարգը չի կարող հանգստանալ, եթե ձեր մարմինը բորբոքված է։ Եթե դուք չփոխեք ձեր սննդակարգը, ձեր ռիսկը շաքարային դիաբետով հիվանդանալու հաջորդ 2 տարում կաճի 30%-ով։ Բայց ընդամենը 1 ամիս ճիշտ սնվելով, դուք կարող եք վերականգնել ձեր անոթների առողջությունը։ Վերադարձեք մեր տատիկների սննդին։ Հիշեք կարմիր լոբին, այն լի է մագնեզիումով, մեր նյարդային համակարգի գլխավոր հանքանյութով։ Կերեք շաբաթը 2 անգամ լոբավապուր։ Հիշեք թթու կաղամբը եւ մածունը։ Դրանք պարունակում են պրոբիոտիկներ, որոնք առողջացնում են ձեր աղիները։ Իսկ գիտեք, որ ձեր տրամադրության հորմոնի սելոտոնինի 90%-ն արտադրվում է աղիներում։ Առողջ աղիներ, հանգիստ նյարդեր։
Ահա մի բաղադրատոմս հանգստության աղցանի համար։ Վերցրեք մի բուր թարմ սպանախ, լի է B խմբի վիտամիններով, կես ավոկադո, առողջ ճարպեր ուղեղի համար, մի քանի ընկույզ օմեգա 3 եւ մի քանի հատ չորացրած սալոր մագնեզիում։ Վրան լցրեք ձիթապտղի յուղ եւ կիտրոնի հյութ։ Կերեք սա օրը 1 անգամ։ Երկրորդ, շարժվեք։ Ձեր մարմինը ստեղծված է շարժման համար։ Երբ դուք նստում եք, ձեր արյունը դանդաղում է։ Ձեր ուղեղը բավարար թթվածին չի ստանում։ Դուք զգում եք, թե ինչպես եք ծանրանում երկար նստելուց հետո։ Ամեն օր արեք առնվազն 30 րոպեանոց զբոսանք, ոչ թե դանդաղ քայլք, այլ միջին տեմպով, այնպես, որ ձեր սիրտը մի փոքր արագանա։ Սա ստիպում է ձեր մարմնին արտադրել էնդորֆիններ, երջանկության հորմոններ։ Դա բնական հակադեպրեսանտ է, որը միշտ ձեզ հետ է։ Վարդանը սկսեց ամեն առավոտ զբոսնել մոտակա այգում։ Սկզբում դժվար էր, նա հևում էր, բայց 2 շաբաթ անց նա նկատեց, որ ավելի շատ էներգիա ունի։ Նրա տրամադրությունը բարձրացավ, նա սկսեց ժպտալ անցորդներին։ Երրորդ, ձեր օրվա ռեժիմը։ Փորձեք ամեն օր պարկել քնելու եւ արթնանալ նույն ժամին, նույնիսկ հանգստյան օրերին։ Սա կարգավորում է ձեր ներքին կենսաբանական ժամացույցը։ Ձեր մարմինը սիրում է կանխատեսելիություն։ Քնելուց 1 ժամ առաջ անջատեք հեռուստացույցը եւ հեռախոսը։ Էկրանների կապույտ լույսը խանգարում է քնի հորմոնի՝ մելատոնինի արտադրությանը։ Փոխարենը լսեք հանգիստ երաժշտություն կամ կարդացեք գիրք։ Վարդանը փոխեց իր ամբողջ կյանքը։ Նա սկսեց ավելի շատ բանջարեղեն ուտել, նա սկսեց քայլել, նա սկսեց ավելի շուտ քնել։ Նրա կինը զարմացած էր։ Դու դարձել ես այն մարդը, ում ես սիրահարվել էի 40 տարի առաջ, ասաց նա։ Վարդանը ոչ միայն հաղթեց տագնապին, նա վերադարձրեց իր կյանքը։ Սա համակարգ է՝ սնունդ, շարժում, ռեժիմ եւ բուսական թեյ։ Այս 4 սյուները կկառուցեն ձեր առողջության ամուր տունը։ Դուք պատրաստ եք սկսել շինարարությունը։ Բայց ցանկացած մեծ գործի համար պետք է ոգեշնչում եւ վճռականություն, որտեղից գտնել այն։ Մեր վերջին ամփոփիչ խոսքում մենք կգտնենք պատասխանը։ Մենք երկար ճանապարհ անցանք միասին։ Մենք սկսեցինք տագնապի եւ հուսահատության խավարից եւ հասանք գիտելիքի եւ հույսի լույսին։ Վարդանի պատմությունը ձեզնից յուրաքանչյուրի պատմությունն է։ Նա կանգնած էր ընտրության առաջ, եւ դուք նույնպես հիմա կանգնած եք այդ ընտրության առաջ։ Դուք ունեք 2 ճանապարհ, որը կընտրեք դուք։ Առաջին ճանապարհը ծանոթ է եւ հեշտ, ոչինչ չանել, շարունակել խմել քիմիական դեղերը, շարունակել թունավորել ձեր օրգանիզմը։ Ինչ կլինի 1 ամիս հետո։ Ոչինչ չի փոխվի, տագնապը կմնա։ Իսկ 6 ամիս հետո ձեր լյարդը կսկսի ազդանշաններ տալ, ձեր հիշողությունը կվատանա, դուք կդառնաք ձեր հիվանդության գերին։ Դուք կորցնում եք ոչ թե պարզապես օրեր, այլ ձեր կյանքի լավագույն պահերը, ձեր թորնիկի հետ խաղալու ուրախությունը, ձեր սիրելիի հետ զբոսնելու հաճույքը։ Եվ կա երկրորդ ճանապարհը, այն պահանջում է ջանք, այն պահանջում է վճռականություն։ Դուք սկսում եք այսօր, դուք գնում եք շուկա եւ գնում եք այդ բուժիչ խոտաբույսերը։ Այսօր երեկոյան դուք պատրաստում եք ձեր առաջին բաժակ բուժիչ թեյը։ Ինչ կլինի 1 շաբաթ անց։ Դուք կնկատեք, որ ավելի լավ եք քնում։ Իսկ 1 ամիս անց դուք կզարմանաք, հասկանալով, որ մոռացել եք, թե ինչ է սրտխփոցը։ Ձեր ճնշումը կկայունանա։ Դուք կզգաք էներգիայի հոսք։ Վարդանն ընտրեց երկրորդ ճանապարհը։ Այսօր 6 ամիս անց նա բոլորովին այլ մարդ է։ Նա ոչ միայն ազատվեց տագնապից, նա նիհարել է 5 կիլոգրամով, պարզապես փոխելով սննդակարգը։ Նա կնոջ հետ գրանցվել է Պարի խմբակում։ Նրանք նորից ծիծաղում են միասին։ Նա սկսել է օգնել իր որդուն իր փոքր բիզնեսում։ Նա նորից իրեն զգում է պետքական, ուժեղ, կենդանի։ Նա վերադարձրեց ոչ միայն իր առողջությունը, այլև իր արժանապատվությունը։ Ձեր առողջությունը ձեր ամենամեծ հարստությունն է։ Ոչ ոք չի կարող ձեզ համար հոգ տանել դրա մասին, ոչ բժիշկը, ոչ երեխաները, միայն դուք։ Սա ձեր անձնական պատասխանատվությունն է։ Սա ձեր սրբազան պարտքն է ձեր իսկ մարմինի առջև, որը ձեզ ծառայել է այսքան տարի։ Ցույց տվեք նրան ձեր սերն ու հարգանքը։ Մենք ապրում ենք հրաշալի ժամանակներում։ Մենք ունենք մեր նախնիների հազարամյակների իմաստությունը, եւ մենք ունենք ժամանակակից գիտությունը, որը հաստատում է այդ իմաստությունը։ Եկեք շնորհակալ լինենք բնությանը իր առատաձեռն պարգևների համար, եւ եկեք օգտագործենք այդ պարգևները խելամտորեն։ Այսօր դուք ստացաք բանալին դեպի նոր, առողջ եւ երջանիկ կյանք։ Դուռը ձեր առջև է, մնում է միայն մեկ բան՝ մեկնել ձեռքը եւ բացել այն։ Առաջին քայլը ձեռն է։
Եթե այս տեսանյութը ձեզ համար օգտակար էր, խնդրում եմ, կիսվեք ձեր մտքերով մեկնաբանություններում։ Ձեր պատմությունը կարող է ոգեշնչել մեկ ուրիշին։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր հաջորդ հանդիպումները, եւ ամենակարևորը, ուղարկեք այս տեսանյութը ձեր սիրելիներին, նրանց, ովքեր տառապում են լռության մեջ։ Դուք կարող եք փրկել մի կյանք։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Եղեք առողջ եւ խաղաղ։